Գերներջան ողջունում եմ բոլորիդ, այսօր Cadillac-ի ռեստավրացիայի վերջին մասն է, ուրեմն ոնց հիշում եք անցած սերիաներում բավականին մաքրեցինք, մի քիչ տեղը բերեցինք, բայց մեքենան դեռ անշարժ գույք էր ու չէր քշվում, հենց որ այս սերիայում վերջացնում ենք բոլոր գործերը, կենթանացնում ենք մեքենան, ավարտում ենք բոլոր կոսմետիկ գործերը, փայլացնում ենք, խելքի ենք բերում ու ամփոփում ենք ընդհանուր ռեստավրացիայի արդյունքները ու տեսնում ենք վերջը ինչ ստացվեց այս մոտավորապես երևի 2 ամսվա աշխատանքի արդյունքում, հենց որ շատ հետաքրքիր է լինելու ընկերներ, չլքեք ալիքը, գնացինք։ Okay, այսօր ուրեմն փորձում ենք խոտ տանք Cadillac-ը, ունենք բանալին, էլ ինչ ունենք, Davo-ին, որ մեզ օգնի, ունենք ակումուլյատոր ունենք, այո, հեն ակումուլյատորը, այսա գցենք մեջը, ուրեմն ակումուլյատորի տեղը ստեղ է, այս սիթը պիտի հանենք, ակումուլյատորը դնենք տակը։ Հիմա մեզ ինչա պետք, մեզ պետք է մի հատ բացենք կապոտը, նայեք այս մոխիրը, սա պաժարից դրած մոխիրներն է, որ թափվել է վերևից։ Ինչու՞ն է թափվում։ Հա, ունը թափվում է։ Այս քերծվածքները նույնպես այս հետևանք է, այս կրիշից այստեղից թափել է, կորվետն էլ է խազել։ Այս ամեն դեպքում փորձենք հիմա խոտ տանք, ուրեմն այսի կարբուրատորն է, դեռ մի քիչ բենզին է պետք լցնել երևի թե ու փորձենք մի հատ լավ խոտ տանք ամեն դեպքում։ Դավարի հանենք բանը, սիթը։ Okay, քաշի դեպի քեզ։ Լավ։ Լավ, այդպես թողնա, ուրեմն այս ակումուլյատորի տեղը։ Այս ակումուլյատորն էլ հեսա, գցենք տեղը։ Հա, դրանք հանում ենք։ Սրանք լավ գցենք ստեղ։ Так, ահա, ուրեմն 6 վոլտ է, այս թվի ավտոները 6 վոլտ են, 12 վոլտ չեն։ Հիմա 6 վոլտ ակումուլյատոր ենք դրել, հիմա դնենք մինուսը։ Ցկելով հələ որ բարիք չկա, հա։ Լուսերը վառեց, դա լավ է։ Լավ, արի հələ սիթը դնենք տեղը։ Okay. Так, мы չգիտեմ ես բանալին որ մեկնա, բայց բանալին ստեղ։ Մենք start դնենք խալաստոյ, բանալին ասի չի խալաստում, այս մեկը փորձենք։ Ահա։ Փորձենք։ Միացա։ Արսեն։ Հələ նորից վրցրա։ Փորձենք, եթե չլինի, մի հատ բենզին կբերենք կարբուրատորի մեջ։ Իսկ սվեչեկը հնարավոր է որ Փորձենք։ Քիչ բենզին բերենք, փորձենք։ բենզին լցենք, հա, մի քիչ։ Մի քիչ։ Իսկ թվում է պաժարներ չեն ելնի, չէ։ Հա, հիմա մի հատ պաժար գնում եմ եկա։ Հա։ Երկրորդ անգամ։
Մի հատ տենանք կայց կա, թե չկա։ Հա։ Լավ, չկա, մի հատ էլ։ Լավ։ Ուրեմն Cadillac-ի վերակենդանացման պրոցեսը շարունակում ենք, կայծ չկար, ոնց որ հիշում եք, ուրեմն փոխել եմ այս ինդուկցիոն կոճը, այսինքն թե որ կայծ չկար, մտածեցի սրանից է, բայց էլի օգուտ չտվեց, հիմա նորից կայծ չունենք։ Հիմա մի բան եմ ուզում փորձեմ, ուրեմն կարդացի երեք գիշերը, որ այս ավտոները ունեն մի հատ առանձնահատկություն, որ սրանց պլյուս կլեյմոն է գնում հողանցում։ Այսի շատ հետաքրքիր բան է, որտեվ ես ակումուլյատորը որ դրել էի, չգիտեի մինուսն ու պլյուսը որն է, ու դրել էի, քանի որ նայեցի մինուսը դուրս է գալիս ռամի վրից հողանցում, ասի դա ուրեմն դա մինուսն է, բայց պարզվեց, որ դա 9 ավտոների վրա չի աշխատում, որտեղ մինչև 50-ական թվականները եղել է պլյուսը հողանցում, ինչ որ ժանգոտելու խնդրի հետ կապված, հիմա օրինակ այս պլյուս կլեյմոն գնում է ռամի վրա, դառնում է հողանցում։ Ահա։ Մինուսը գնում է բան, ոնց որ ասած արդեն պլյուս։ Հիմա սենց փոխել եմ կլեյմոն, չգիտեմ ինչ կստացվի, հեսա կփորձեմ մի հատ խոտ տամ, տենանք ինչ որ բան փոխվում է, թե չի փոխվում։ Եկեք մի հատ սենց փորձենք տենանք խոտ ընգնում է, թե չի ընգնում։ Գնացինք։ Խալաստո, բանալին բացում ենք։ Էլի չի ընգնում, բայց հիմա չգիտեմ արդեն կայծ կա, թե չէ պետք է նայել։ Գերներ օր չգիտեմ որերորդ Cadillac-ի վրա ենք։ Կա լավ նորություններ, բայց մինչև վերջը։ So կայծը գտանք, կայծը հիմա ցույց տամ ինչից էր որ չկար։ Ուրեմն սա նոր կոել իհարկե, կոնտակտները մաքրել, գրաունները թարմացնել ու այս լարը, իր գլավնի լարը հիմա փոխել ենք։ Այդ էլ աբրիվ ուներ։ Հիմա մի խոսքով կայծ ունենք, բայց մեկը խոտ չի գնում։ Հիմա խոտ չի գնում, որտեվ բենզանասոսը չի աշխատում։ Հիմա ձեզ ցույց տամ բենզանասոսը։ Հեսա բենզանասոսը, ինչպես տեսնում եք, թազա բենզանասոսը, բայց չի աշխատում։ Գրաունդները մաքուր է, հոսանք գալիս է, բայց չգիտեմ, կեղտ է լցվել, ինչ ա եղել։ Ինչ չի եղել, չգիտեմ։ Հիմա կքանդենք, կստուգենք, կեղտաթը ինչ է, ու նորից կշարունակենք։ Okay, ընկերներ, ուրեմն fuel pump-ը քանդեցին։ Այս ցեխը թափել է fuel pump-ի մեջից, բենզինի մեջից, խոսքով fuel pump-ը փչացած է։ Մեկ ցեխ յախք, խոսքով Էլ մաքրել եմ մեջը, բայց այդպես վիճակ էր, հենց որ բենզանասոսը պետք է փոխվի, կփոխենք բենզանասոսը ու կփորձենք վերջից Cadillac-ը խոտ տանք։ Բայց խոտ տանք ինձ թվում է, հենց որ եկեք մի հատ թազա բենզանասոս գնանք առնենք, բերենք դնենք վրան, տենանք ինչ է ստացվում, գնացինք։ Ասում եմ օր X ընկերներ, այսօր հույս ունեմ Cadillac-ը խոտ ենք տալիս։ Անձրևներս տեղակին գործ չարեցի, բայց հիմա արդեն ժամանակն է, բենզանասոսը ունենք, հիմա եկեք բացենք, մի հատ հավաքենք իրար գլուխ, տենանք ինչ է ստացվում ու տեղադրենք ավտոյի վրա գնացինք։ Так, ունեմ բենզանասոսը։ Էժանանոց բաներ են իհարկե, բայց սան $50 եմ տվել, ինչ եմ տվել, սանը հիշում արդեն։ Մենք ստեղ իրա բրակետները, ֆիլտրը, բոլտերը, ռետինե խողովակները,
Սա ինքը հենց բենզոնասոսն է։ Ունենք բենզոնասոս, նոր իզոլենտ դանակ։ Հիմա փորձենք տեղադրենք բենզոնասոսը։ Դրանք խոդընկնում է այս մեքենան վերջը թե չէ։ Ամ հաջորդ օրն կենթանացնելու էս Cadillac-ը, բայց մտածեցի, որ եթե ֆիլտրի մեջ այդտեղ զիբիլ է ունասոսի, ուրեմն նույնն էլ բակի մեջ է, ու քանդեմ բակը, իրականում շատ տխուր է, հիմա ցույց կտամ։ Այս իրա պրոբկեներ, որը քանդեցի բենզինը հիմա գալիս է։ Հիմա որ նայեք, ոզի մաքուր բենզին է գալիս, բայց մի աշխարհ ժանգ ու զիբիլ թափավ, հիմա ցույց տամ ինչա թափվում մեջից։ Թեթև փորձեմ խփեմ, որ ժանգը դուրս գա։ Նայեք ինչա դառնում բենզինը։ Այսինքն սա մեջը ժանգի կտորները թափում։ Այսօրեցի պետք է մաքրվի, նոր բենզոնասոսը փոխեմ, քիչ բենզոնասոսը կաշխատի 3 րոպե լավագույն դեպքում։ Նախտենանք հիմա ինչ անում։ Մեզ ժանգը սաղ բենզաբակի մեջից է դուրս եկել, բայց հաստատ այդքանով չենք պարծանում, այնք ինչքան է։ Ասի բենզինն է մեջի, որ դատարկեցինք, ժանգաջուր։ Հիմա ստեղ ինչ ունենք white vinegar, այդ սպիտակ քացախ։ Այսի մաքրելու համար բենզաբակի, ասում են լավ է։ Այսա կփորձենք, ունենք ջերմուկ, որով որ կլվանանք մեր բենզաբակը։ Խոսքով հիմա այս մի հատ լավ կլցնենք այդտեղ ջուրով, հեսա կլվանամ բենզաբակը, կթափենք, նոր քացախը կլցենք, գնացինք։ Okay, ուրեմն հիմա լցենք քացախը, կփակենք, կմնա մինչև վաղը առավոտ երևի, մի հատ լավ թուք հայքայի, վերջնական մաքրենք այդ ժանգից մանգից, ու նոր արդեն բենզոնասոսը կդնենք վրան, բենզինով կլվանք։ Հենց որ եկեք այս էքսպերիմենտը անենք, դրանք լավ աշխատում, թե չէ, գնացինք։ Այստեղ ունենք հեսա արդեն առել ենք 4 հատ քացախ մեծ մի գալոնանոց, 4 գալոն լցենք, իսկ թվում է հերիք է, որտեղ ահագին բենզինով էլ լվացինք, եկեք այս քացախներն էլ լցենք, դրանք ինչ անում։ Ծապլի դնենք։ Ծապլին դնենք երևի։ Ծապլին։ Չարինք։ Տակրկիա որ լցես բենզինի տեղ կլի քշել։ Հաստատ չէ, որ դեռ քացախը չի մարում։ Որպես Հենց էլ հիմա գազ ստեյշներում քացախ կծախ։ ձեր կտար ավելի զանգ գա։ Ես մեկ գնաց։ Հաջորդը մենք աշկից թռնելու ենք։ Բայց ռասխոդը շատ չի։ շատ է ծախսում քացախ։ Չէ, ուզում ասեմ շատ թափնես գիտին, ծապլին։ Դե ոչինչ։ Իսօր մի հատ շիշ կդրենք, Արսեն դնենք վրան։ Գնաց արդեն։ Ուշա։ Էդի հեչ մի 50 գրամի կորուստը շատ բան չի։ Սալատնա պակասում։ Տարածքը, հա, սալատ։ Սալատ։ Okay, լցրեցինք, այս մի հատը թողեցի երևի մի հատը սիլիկատը տնամ ոնց է աշխատում, հատը դրանով կպարզաջերեմ երևի կրշկեն դնենք վրեն կանչում ենք աքիլեսին մի հատ այսենց անում աքիլես բա երկի, հա, այսի շարժվում է մի հատ լավ այսենց օղողում ենք
Լավ աղբեր ջան, հերիքա, հա։ Ու կթողենք արդեն աշխատի այդ քացախը, ու աշխատի վաղը կթափենք, կտենանք մեջից ինչա դուրս գալիս։ Քացախը կդատարկենք, մի հատ էլ կողողենք, մի հատ էլ նորից կչորացնենք պիլասոսով մեջը, որ չմնա ջուրմուր ոչինչ բան։ Նոր բենզին կլցնենք, նոր բենզանասոսը արդեն կդնենք վրան։ Հենց որ ձեր համար հաջորդ վայրկյանին, իմ համար վաղը չեմ իսօրը երևի տեղափոխվեցինք։ Ուրեմն ընկերներ, օր հաջորդ քացախը մի օր մնաց։ Հիմա եկեք մի հատ դատարկենք, տենանք ինչ է թափում вообще, մի բան մաքրվել, չի մաքրվել, вообще աշխատող մեթոդա թե չէ, հենց որ գնացինք։ Հիմա մինչև էդի ցես ցույց տամ, թե ինչ էր բենզաբակի մեջ։ Այս սա ժանգը, ջուրը ցնցել է, բենզինը։ Այս ժանգը սա բենզաբակի մեջ էր։ Հենց որ հիմա էսի կմաքրենք, քացախ կդատարկենք ստեղ, գնացինք։ Okay, սիլա սլիվնոյ բոլտն է, հեսա էսի կքանդենք, ուտենենք մի բան ինչա թափվում մեջից։ Okay. Դժվար է մի ձեռով քանդել, մի ձեռով նկարել, բայց հիմա կտեսնենք։ Մեր քացախից ինչ կա։ Okay. Ինչպես տեսնում եք, նայեք բոլտը։ Նորից նույն ժանգազիբիլ է։ Բայց քացախը արդեն համեմատաբար մաքուր է գալիս։ Թող թափվի։ Տենանք ինչ է թափվում մեջից, ոնց որ թե մաքրվել է ահագին։ Հիմա պիլասոսով մի քիչ փչում ենք, չորանա մեջի այդ քացախ-մացախը դուրս գա, որ չմնա նորից ժանգ դառնա։ Այդ փչում ենք, տակից ինքը դուրս է գալիս, որ մատ լավ աշխատի։ Շատ է տնայք։ Մենք ընդդարի դուրս է գալիս։ Այս պրոցեսի ժամանակ ես ոնց որ տազա նարկոտիկ հայտնագործեցի, հալի քացախի ու բենզինի թափը։ Ահա որ է։ Գիտեր, ուրեմն բենզանասոսը վրան է, բակը մաքրած է, fuel line-ները մաքրած է, կայծը գթած է, չգիտեմ, բենզինը լցած է, հիմա տենեք մեր շարժարանքները կարդարանա թե չէ, հիմա եկեք փորձենք մի հատ start անենք, հասկանանք ընդհանրապես խոդը գնում է թե չի գնում։ Դուք էլ բայց stop տվեք, կոմենտներում գրեք, դուք ինչ եք կարծում, խոդը անգնում թե չի գնում, ես էլ չգիտեմ, չեմ փորձել։ Գնացինք։ Okay, ընկերներ, ուրեմն այսքան տանջվել ենք, բենզաբակը մաքրեցինք, լվացինք, բենզանասոսը փոխեցինք, կայծը գտանք, չգիտեմ, ոնց որ թե սա արել ենք, հիմա եկեք բաթրի կլեյմոն դնենք վրան ու խոդ տանք, տենանք խոդ անգնում թե չէ։ Ես ասում եմ խոդ կընկնի։ Հենց որ գնացինք, եկեք բաթրին դնենք վրան ու փորձենք, տենանք ինչ է ստացվում։ Ուրեմն սաղ պատրաստ ընկերներ, եկեք սկսենք, չգիտեմ, ինչ կլինի չեմ անում։ Գնացինք բալանին բացում ենք, բենզանասոսի ձենը գալիս է, արդեն լավ նշան է, կոնուս, քիչ բենզին բերի մինչև, կաչատանենք, չի սպասում իարկե պետք է առաջի կատացնելուց խոդ ընկնի, բայց տենանք։ Լավ չկա, մի քիչ բենզին լցնենք մեջը, կարբուրատորի։ Մեջտեղ կային բենզանասորը է պետք։ Okay, ուրեմն դավոն էլ է միացե։ Շարժեց։ Հիմա պապիտ կա երրորդ, ուրեմն բենզինը քանի որ ավտոն թեք է մի քիչ տանգրատի վրա, մտածեցի բենզինը կարող է քիչ լինի, բենզին լցեցի։ Հիմա եկեք
մի հատ նորից խոտանք տենանք ինչա ստացվում, գնացինք։ Դա վասա, խոտ անգնում թե չէ։ Գնացինք, բենզին ասոսի ձենը ունենք, 1, 2, 3։ Նորից չկա։ Դավ, հանդե պոչոր ամարով այդ բենզին կա, լից կարբուրատորի մեջ, այդ պլաստիկի պստիկ աման բդիլնի։ Հա, այդ է, հələ լից տենանք ինչ է, հա, բայց մեկա չի բերեմ, դե տենց խոտ ընգն համ ես։ Ասաս խոտ ընգնում է, իմաստը։ Հələ լից մարդս կաղա աշխատցնի բերի, էլ է։ Դա անի ենքոմ գնա։ Շատ բրիչելեց եմ, չէ։ Չէ։ Սատ կա բատրին։ Կենգերներ որ հաջորդ բենզին չկա։ Քանդեցինք վակուում պամպով քաշեցի, մինչև ֆիլտր, մինչև բենզանասոս գալիս է, բենզանասոսից դուրս հիմա գալիս է, բայց էլ առաջ չի գնում, հիմա կփորձենք տենանք ինչու՞մ է խնդիրը։ Ուրեմն մի քանի ժամ ու մի հատ թազա վակուում պամպ հետո հասկացա խնդիրը ինչու նախի բենզին չի գալի, հիմա ձեզ ցույց կտամ։ Մեզ ֆիլտրն է բենզինի, ունենք ձգելուց, էսի վալցովկից այստեղից պոկվել էր։ Այստեղից պոկվել էր, օդ էր քաշում ու չէր գալիս բենզինը։ Գնացի վակուում պամպ առա, հեսա։ Ստուգեցի վակուում պամպով, տեսա որ օդ է քաշում։ Ոնց որ հիմա ֆիլտրը փոխեցի։ Հիմա բենզինը գալիս է, մինչև մոտոր գնում է։ Հիմա հույս ունենք պետք է խոտ ընկնել, պատճառ չկա խոտ չընկնելու այս անտերը։ Ընկերներ, չգիտեմ գժվեցեց այս կադիլակ ինձ արդեն։ Ամեն ինչ պատրաստ է, բենզանասոսը բենզին բերում է, կայծը կա։ Զայնետ կա դրել ենք պատարեն ունենք, վարձում եմ, խալաստո, բանալին բաց, գնացինք։ Գնում նորից
մոտորի աշխատանքն է եկել գերներ։ Այո։ Լավնի։ Բանջկա մաքուր դենենք բենզին թողում չի թողում բենզին թողող տեղ ունենք թե չէ չունենք ոնց որ մաքուր է այս լարերի իհարկե կծածկեմ բայց կայֆ Պապի ֆոտ տվեցինք այսքան տանջվել ճարճավելուց հետո բայց նայեք ոնց է աշխատում այս մոտորը դե առաջի տպավորություններն է այս ամասը հավքրտուք ու էլեմենտ քշեք մեքենա գերասին Քենգերներ ուրեմն առաջի մետրերը կադիլակի պետք է քշենք հեսա տենանք ինչ ա լինում չեմ քշե, բայց ասում ինչ ասում չգիտեմ, ասում ինչ ասում Так, գնացինք Բերվի Հույս ունեմ տորուզները լավ չի, ոնց որ քար է, բայց հույս ունեմ գլուխներս չեն ջարդի գնացինք Այո, Օգվան Տորմուզ ոնց որ մի քիչ կա Մի քիչ լավ չի կաշում, բայց դա ինչքան կաշում է Բացվել, դա աստիքանի տարի չի քշվել Այո Կարևորը գնում է Տորմուզ տալիս է Կայֆ 36 թվի կեձի Տորմուզները մի քիչ լավ չի Կարա, բայց ոչինչ Տորմուզները սնվի եմ, հայլի չունենք Հայլիներ չունենք, տորմուզ ենք տալը հոլը քաշում Քաշում է, ձախը քաշում Բայց գնում ենք կարևորը Զատնի ունենք Վատիս լավից տորմուզը կա Լավ չի, բայց լավ է Ասպա լավ չի, բայց լավ է
Տորմուզի միանն է աշխատում, էսի բարձ է։ Տորմուզի միանն է աշխատում։ Միանն աշխատումը լավ է, էլի, հե? Ոսկով, ասանք տեղ։ Ուրեմն ընկերներ, ինչպես տեսակ Cadillac-ը արդեն քշվում է, բայց այսքանով մեր ռեստավրացիան իհարկե ավարտված չի, դեռ գործեր կա անելու։ Ուրեմն ինչպես հիշում եք, բեռնախցիկը չէր բացվում մեքենայի, եթե չեք տեսել անցած սերիաներում նայեք, ես մտածում էի խնդիրը բանալիի մեջ է, բայց բանալիի մեջ չէր խնդիրը, որտեվ չէր բացվում ոչ միայն բանալիի պատճառով, որ բանալին չկար, բանալին բերեցինք, հետո էլի չբացվեց։ Պետքա ժանգի աշխատանքներ կատարենք, այսինքն բոլոր ժանգու տեղերը ինչ ունենք, պետքա վերամշակվի, բոլոր լուսամուտների այս աբադոկները, որ կա սաղ ժանգոտածա, պետքա մաքրվի, ինչ-որ գիծև, ինչ-որ նյութով ներկվի, նույն պատնուշկեքը հիշում եք սաղ ժանգոտած իրա վրի պլաստիկ ռեզինի մասերը ամբողջովին փոկվում էր, դրանք էլ պետքա սարքվի, դրանք ժանգից կմաքրենք, կներկենք, հետ կլով կկպցնենք, շարժիչի հատվածն ենք մաքրելու կապոտի տակ, քիմիական մաքրումը արվելու, տարբեր նյութերով մաքրելու եմ լրիվ դիգրիսերով, որպեսզի ոչ մի յուղի, բանի ժանգաջրի հետքեր չմնա, չոտկերը պետքա հետ դնենք վերեն իհարկե, ու պետքա նաև սարքենք լուսարձակները մեքենայի, այնտեղ խնդիրներ կա, մեքենան ամբողջությամբ պետքա պալրովկա անենք, այդ էլ կանենք, կարծում եմ կվերջացնենք, շատ գործեր կա, որը որ իհարկե չեմ նկարել, չեմ էլ հասցնի նկարեմ, որովհետև հարմար չի, բայց արվելու է, մի խոսքով, եկեք այս ամեն ինչը անենք, վերջացնենք, դրանից հետո արդեն արդյունքները կամփոփենք ու կտեսնենք մեր ամբողջ պրոցեսի արդյունքում, ռեստավրացիայի արդյունքում ինչ ստացվեց։ Այսօր հետաքրքիր է լինելու, ընկերներ շարունակենք, գնացինք։ Ընկերներ, ուրեմն նաև հաջողվեց բացել բագաժնիկը, սալոնը քանդեցի, հետևից իթերը հանեցի, մեջի կողմից քանդեցի զամոկը, մի խոսքով բագաժնիկը բացեցի, սենց տեսարան բագաժնիկում, ստեղ մի քիչ ես անձերնից հետո ջուրմուրը հավքավել, այսա իր բենզանասուսի լարն աստեից դուրս եկին առաջ, մակերեսային ժանգ ունենք ստեղ, բայց մաքրենք, եթե չմաքրենք, կդառնա ոչ մակերեսային ժանգ, այսին այս խոնավությունը ստեից կվերացնենք, այս տեսարան ունենք, պանելները հանել եմ, հեսա մի հատ կմաքրտեմ, նորս ամեն ինչը հետ կդնեմ տեղը։ Okay, ընկերներ, ունենք այս սենց բագաժնիկ արդեն, հələ լրիվ տեղ պետք է չորանա, հələ չի չորացել, բայց արդեն ունենք սենց վիճակ, հիմա այս պանելները իրակ չորացնենք, կարպետներ ասում են պանելները ու հետ կտեղադրենք ստեղ արդեն։ Կներում եմ ես էլ իրա հետևի սիթի տակի մասնա, տեսեք մի քիչ էլի շուշաթղթեցի, էլի մակերեսային ժանգ ուներ, բայց հիմա շուշաթղթեցի, մաքրեցի, հիմա նորից մի հատ իրանց սև ներկով կծածկենք պաշտպանիչ, որպեսզի այս ամեն ինչի չխորանա, իհարկե հեսա մի հատ էլ շուշաթղթեմ, կարծում եմ հետագա սերունդները շնորհակալություն կհայտնեն մեզ, որ պահպանել ենք այս մեքենան ու չի ժանգոտել փտել, գնացինք։
ռեստավրացիայից հետո ինքս կարծում եմ գլխակի ինձ սազում է։ Մի խոսքով շատ ուրախ եմ, ամեն ինչ ավարտված է, բոլոր գործերը ավարտել ենք, հիմա եկեք տեսնենք ինչ ստացվեց մեր ամոթ ռեստավրացիայի արդյունքում։ Դուք եք երեք ձեր կարծիքները ձեզ դուր եկավ, թե դուր չեկավ։ Գնացինք։
Արդեն տեսակ ռեստավրացիայից ինչա ստացվել, ինձ շատ դուր է գալիս, չգիտեմ դուք էլ ձեր կարծիքը գրեք։ Հիմա մեքենան արդեն ամբողջովին պատրաստ է ու ինքը գնում է վաճառքի, ժամանակ տա տանենք իրան ֆոտոշութ անենք, մի քանի հատ լավ սիրուն կադրեր նկարենք, մի քանի հատ չէ շատ, աուկցիոնի է մասնակցելու մեքենան, վաճառենք on-line, նենց որ տանենք ֆոտոշութ անենք, մի քանի հատ նկարներից կդնեմ ֆոտոշուտի տնենք ինչա ստացվել ու արդեն մեքենան կգնա վաճառքի։ Դուք էլ ընկերներ, եթե ունեք կլասիկ մեքենաներ վաճառքի, կարող եք ինձ դիմել թե ֆոտոնկարահանման համար, որը որ աուկցիոններում շատ կարևոր է, թե մեքենայի ռեստավրացիայի ու վաճառքի նախապատրաստման համար։ Հենց որ եկեք հիմա Cadillac-ը տանենք ֆոտոշուտ անենք ու արդեն կվերջացնենք Cadillac-ի հետ կապված, կգնա աուկցիոն, կվաճառվի, ինչքանով կվաճառվի, չգիտեմ, հենց որ գնացինք։ Ընկերներ, այսօրվա համար այսքանը, գրեք ձեր կարծիքները նաև կոմենտներում, շատ հետաքրքիր է ինձ կարդալը, շատ ուրախ եմ, որ արձագանք է ստանում այս ամեն ինչը։ Մոռացեք բաժանորդագրվեք ալիքին, անպայման կոմենտներում ակտիվ եղեք, որովհետև դա ոգևորիչ է ու շատ ավելի լավ է տրամադրում, որ գործանելուց նաև կամերա հետ քաշտաս ու նկարես։ Հենց որ շնորհակալ եմ բոլորիցդ ընկերներ, կհանդիպենք, երբ հանդիպենք, լավ մնացեք։